իշխանությունը ցորենի այսպես ներկրումը Ադրբեջանով եւ Վրաստանի տարածքով որակում է որպես պատմական իրադարձություն։ Ձեր կարծիքով սա արդյոք պատմական է, քանի որ 30 տարի, 30 տարուց ավել նման բան չի եղել եւ արդյոք սա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերջապես ապաշրջափակվում է։ Տեսեք, երևի որևէ ողջամիտ մարդ մեզանում, մենք սրա մասին խոսեցինք շատ, բոլորս ենք ցանկանում այդ խաղաղությունը, բոլորս ենք ցանկանում այդ ապաշրջափակումը, բոլորս ենք, բայց տեսեք, այստեղ մի մեծ տարբերություն կա։ Ինչ գնով ես հասնում դրան։ Ես որպես դիվանագիտության մեջ երկար տարիներ ծառայեց մարդ, այդ նպատակները, որոնք որ դնում ես քո առջև, եւ այն միջոցները, ինչով եւ այն ճանապարհը, որով դու հասնում ես, պետք է adekvat լինեն, նրանք պետք է համապատասխանեն առաջին հերթին քո պետական շահերին, ազգային շահերին։ Մեզ մոտ արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ մեր պետական համակարգը այսօր գործում է մի տրամաբանությամբ վերընտրվելու, այսինքն արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության հետ մի որտեղից արդեն սկսվում է այլ process-ներ, այլ խնդիրներ, լինեն դա ուրեմն տրիպը, միջանցքը, լինի դա ցորենը, լինի դա վիզայի ազատականացումը, որովհետև մենք ամբողջովին տեսնում ենք, ինչպես խստացումը գնում է եվրոպական երկրներ վիզայի մուտքի բան, եւ դրան զուգահեռ արտաքին գործերի նախարարությունը խոսում է վիզայի լիբերալիզացման մասին եւ ասեն, վայ տեսնում եք, այս իշխանությունները ինչքան լավ են անում, վաղը վիզա չեք ունենա, հանգիստ կգնաք այդ Եվրոպա։ Կամ նույն այդ ցորենը, չէ, առաջ գալիս էր։ Որևէ մեկը հարցրել է, որ Արցախի կորուստով մենք ինչքան մեր սննդի անվտանգությունը ինչպիսի խոցելիության աստիճանի ենք հասցրել, որ այդ հիմա մեծահոգաբար ճանապարհը բացում է Ադրբեջանը։ Մենք պատկերացնում ենք, թե որ տոկոսն է, որ այդ ցորենի, որ Հայաստանը ստանում էր Արցախից, փակվում էր դրանով։ Եվ դա ասել արտաքին քաղաքական հաջողություն, ուղղակի կարելի է ծիծաղել դրա մասին։ Սա նույն տրամաբանության մեջ է, իշխանություններին ինչ որ մի այսպես ժեստ անել, որ տեսեք ինչ որ մի լավ բան։ Զուգահեռ, ինչպես իմ գործընկերները խոսեցին, զուգահեռ ուժեղացնել ճնշումները այս իշխանության վրա, այսինքն երկու կողմից է։ Մի կողմից դու անում ես որոշակի քայլեր, որոնք որ կարող են, ինչ որ ձևով, այսպես անգլերեն ասեմ, favor անել այս իշխանությունին, ինչ որ ձևով ուժատեսեք, այս բացեցինք, այս արեցինք, մյուսը եկավ եւ այլն, տեսեք, ինչքան Փաշինյանը շատ լավ կառավարիչ է, մյուս կողմից իրենք շատ լավ գիտեն, որ կարող է եւ չստացվի իրենց ընտրությունը, այս ընտրությունները Հայաստանում եւ իրենց ծրագրով գնալու են, եւ այդ շանտաժները խաղաղության, պատերազմի եւ այլն դրանք շարունակվել են, բայց սա ավելի երկար թեմա է։ Պարոն Կարապետյան, եւ ձեր գնահատմամբ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հողի վրա բանակցություններ ընթանում են, թե ոչ, այդ բանակցություններում միջնորդը Միացյալ Նահանգներն է, թե բանակցությունները այնուամենայնիվ երկկողմանի են ընթանում։ Ինչի մասին են այդ բանակցությունները։ Տեսեք, ես չեմ կարող ասել ինչի մասին են, որովհետեւ ես այսօր համակարգում չեմ։ Եթե դրանք անգամ ընթանում են, ինչի մասին կարող են ընթանան։ Օրինակ, ես ձեզ ասեմ, մենք կողքից նայող ենք բոլորս, ես դեսպան չեմ, դուք լրագրող չեք, ինչի մասին կարող է ընթանան այդ բանակցությունները, եթե ամբողջ լոգիկան տեղափոխվել է այլ ուժային կենտրոններին, Հայաստանը եւ Ադրբեջանը շատ կարող են խոսել հետագա զիջումների, այն տարածքային դեմարկացիայի, դելիմիտացիայի, որը մեզ սպասվում է, որի վրա աչք են դրել ադրբեջանցիները։ Հայաստանը չի բարձրացնում տարածքների ազատագրման հարցը, որ մեր Հայաստանի Հանրապետության տարածքում են գտնվում եւ ռազմավարական կետերում են գտնվում ադրբեջանական զորքերը, ուժերը։ Ինչի մասին կարող է բանակցի այսօրվա Հայաստանը, այսօրվա արտգործնախարարը, որին թուրք լրագրող ասում է, ինչպես մեր երկրի արտգործնախարարը կպատասխաներ, այնպես էլ դուք եք պատասխանում։ Ինչ կարող է ասել այսօրվա արտգործնախարարը։ Ես կարծում եմ, այդտեղ բանակցություններ չկան։ Բանակցությունների համար եւ այստեղ նորից մենք նշեցինք, որ դու պետք է սուբյեկտ լինես։ Քեզանից բան պետք է ներկայացնես։ Եթե դու բոլոր քո դիվանագիտական խաղաքարտերը տվել ես, հանձնել ես արդեն, ինչի վրա պետք է բանակցես։
Դա միակողմանի միգուցե ինչ որ պարտադրանքի լեզվով արվող հանդիպումներ են, որոնք կունենան երևի իրենց տրամաբանական ավարտը, ես Ոչ դրական արդյունքներ։ այո, Հայաստանի համար ցավոք։ Շնորհակալություն։ Չէ։